Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան։ Տիկին Հակոբյան, հարցազրույցը սկսենք նախընտրական ցուցակի ձևավորման քվեարկություններից, որ օրերս տեղի ունեցավ։ Առաջին փուլի քվեարկությունները արդեն տեղի են ունեցել, մինչ խնդրեմ ներկայացնեք, թե ինչ է սպասվում հաջորդ փուլում, երկրորդ փուլում քվեարկությունները ինչ տրամաբանությամբ է լինելու եւ նաեւ անդրադառնանք բոլոր այն շահարկումներին ընդդիմության եւ դիմադիր ուժերի կողմից, որ ձեր հերթական իմիտացիան է ձեր ուժի, որ դուք ժողովրդավար եք, որ դուք մարդամոտ եք, որ դուք բարի եք եւ այս կերպ դուք ծխածածկույթ եք ստեղծում եւ իմիտացիաներ եք անում։ Կխնդրեմ մեկնաբանել։ Ես ոչ թե Հայաստանում, այլ աշխարհում անգամ չգիտեմ նման մոդելով ներքին ցուցակներ ձևավորելու process-ներ եւ երբ որ անգամ մեր միջազգային գործընկերների հետ շփվում ենք, երբ որ այս process-ների ընթացքում հարցնում են եւ այլն, ասում իրանք անգամ իրենց մոտ տարբեր եվրոպական երկրներում եւ այլն նման process-ներ շատ երկրներում չկան։ Այսինքն մենք մի այնպիսի սանդղակ ենք սահմանել, որը աշխարհի համար երևի նոր բան է, որովհետև մենք թափանցիկ ուղիղ եթերում անգամ ամբողջ գիշեր կարող էին մարդիկ դիտել թե ինչպես է քվեախուցը տեսախցիկի առաջ դրված, քվեաթերթիկները հանելուց այնպես էլ պահվում ցանկացած մարդ կարող էր ստոպ տալ եւ հաշվել քվեաթերթիկների ինքնուրույն հաթաթ, անվավերները հաթաթ ցույց տրվում եւ ինչու է եւ ապացուցում։ Մի խոսքով 100% թափանցիկ ընտրություններ ենք իրականացրել, դրա համար շնորհակալություն իհարկե այնտեղ աշխատող հանձնաժողովին պարոն Հակոբ Արշակյանի գլխավորությամբ եւ հիմա արդեն նաև տեղեկացնեմ, որ մենք որևէ բողոքարկում չունենք եւ սա էլ է հենց այդ թափանցիկության արդյունք, որ որևէ մեկ անգամ մեկ ձայնի տարբերությամբ եթե հետ առաջ է, չի մտածել, որ կարող է բողոքարկել, որովհետեւ ամեն ինչ շատ լեգիտիմ է եղել, մասնակցությունն էլ շատ բարձր, այսինքն մենք հաջողել ենք այս process-ում։ Դե քարոզարշավներ բոլորի աչքի առաջ էր։ Հաջորդ փուլը արդեն առաջին քվեարկության արդյունքում, ռեյտինգավորման արդյունքում առաջին 50-յակում հայտնված մարդիկ ներառյալ քվոտան գենդերային, այդ 50 անձնավորությունը մարդիկ արդեն քարոզարշավ կիրականացնեն եւ կլինի եւս մեկ քվեարկություն մինչեւ համաժողովին տալը ամբողջական ցուցակը հաստատմանը։ Այսինքն տենց նոր կունենանք ամբողջական 200+ ցուցակ։ Իսկ ծխածածկույթ եւ իմիտացիաներ ստեղծելու մասով շատ հետաքրքիր թեմա է։ Ուրեմն քվեաթերթիկը հետեւյալ տրամաբանությամբ էր դասավորված, որտեղ անվան առաջի տարերով ազգանունների, ասենք ԱԲ Աբգարյան ազգանունը առաջի համարն է, բնականաբար ԵՈՖ, չէ, ենթադրենք Ֆ-ով ազգանունը վերջին համարն է, հերթականությամբ շարված էր, այ բնական, եւ տենց մենք տեսանք հանրապետականներից ինչ որ արձագանք, որ մենք մեզ իբր ավելի ժողովրդավար լինելու համար վերջին համարներն ենք դրել նկատի ունենալով պարոն Փաշինյանին, պարոն Սիմոնյանին, Միրզոյան, չգիտեմ, Ռուբինյանը, ավելի վերջի ազգանունները եւ տենց բայց այդ ոնց ասեմ, անգամ մանկամտության աստիճանի սա շահարկում է, որը կարծում եմ այո մի քանի հոգու համար կարող են դա ազդեցություն գործել, բայց մեծ մասաների համար հաստատ սա ազդեցություն չի գործում։ Եվ Տիկին Հակոբյան շուրջ 1 շաբաթ առաջ էր, որ ԱԺ պատվիրակությունը Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ Ռուսաստանի Դաշնությունում էր աշխատանքային այցով։ Նախ ընդհանուր առմամբ ռուս պաշտոնյաների հետ, ձեր գործընկերների հետ շփումները որոշակիություն մտցրեցին հայ-ռուսական հարաբերություններում, նկատի ունեմ նաև արվողային հայտարարությունները, որոնք երբեմն շատ տարբեր են Մոսկվայի ու Երևանի առումով, այսինքն Երևանից օրինակ հնչում են հայտարարություններ, որ Հայաստանը հապկում իր մասնակցությունը սառեցրել է, Մոսկվայից բարբերաբար վերջին գրեթե 1 ամսվա ընթացքում ամենօրյա մակարդակում հնչում են հայտարարություններ, որ Հայաստանը այնուամենայնիվ շարունակում է մնալ հապկլի իրավանդամ, սա մեկ օրինակ պարզապես։ Ընդհանուր առմամբ ինչի մասին էին շփումները ռուս պաշտոնյաների հետ եւ դրանք որոշակիություն մտցնում են հայ-ռուսական հարաբերություններում։ Ես համեմատած ավելի մեր իշխանության սկզբնական շրջանի հարաբերությունների կարող եմ նկատելիորեն արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները արդեն շատ ավելի գործընկերային էին հարաբերվում եւ իրենց որպես այլընտրանք են ներկայացնում, կլինի այդ էներգետիկ համագործակցության առումով, կլինի ռազմական համագործակցության առումով, բոլոր առումներով, եւ սա արդյունքն է նրա, որ Հայաստանը դիվերսիֆիկացրել է իր բոլոր քաղաքականությունները։ Այսինքն այսօր մենք ունենք
այլընտրանք ենթադրենք ատոմակայանի ժամկետն է դրանում։ Մենք ունենք այլընտրանք ընդունել ռուսական առաջարկը, այսինչ մոդելի բլոկներ կառուցել, թե ընդունել չինական առաջարկը, թե ընդունել ենթադրենք Միացյալ Նահանգների առաջարկը, այսինքն մենք դիվերսիֆիկացիա ենք, մեր առաջ դրել ենք հնարավորություններ եւ Ռուսաստանը մեկն է այդ հնարավորություններից։ Եւ սա հասկանում են նաեւ մեր Ռուսաստանի գործընկերները կամ նույն ռազմական համագործակցությունը, կամ նույն, այսինքն տեսնում են մենք զին տեխնիկա ենք կարողանում ձեռք բերել ՆԱՏՕ անդամ երկրներից, մենք տեսակ, որ Միացյալ Նահանգների հետ, Միացյալ Նահանգները թույլտվություն տվեց, այսինքն համաձայնություն ունեցանք այդ դրոնների ձեռքբերման, որը աներևակայելի բան է ուղղակի, էլի, շատ աներևակայելի է եւ աշխարհի շատ երկրներ ուղղակի երազում են նման համաձայնագիր ունենալու մասին։ Հակում դա վտանգավոր են համարում, իհարկե։ Հակում դա վտանգավոր են համարում, հետախուզական դրոններ են համարում։ Հա, որովհետև ասում են, այ եթե դուք Ադրբեջանի հետ խաղաղություն եք կնքել եւ իրենց դեմ չեք օգտագործել, ապա հաստատ Իրանի դեմ եք օգտագործելու։ Սա անբարոյականություն է Հայաստանի հանդեպ, Հայաստանի պետություն որպես եւ հայ ժողովրդի հանդեպ։ Այսինքն մենք մեր Իրանի գործընկերների հետ շատ լավ հարաբերություններ ունենք եւ իրենք վստահ են, որ իրենց դեմ որևէ քայլ չի արվում, բայց մեր ներքին ընդդիմությունը համոզում է Իրանին, քիչ է մնում խմբեր ձևավորեն եւ գնան համոզեն, տենց, չգիտեմ, Իրանի Իսլամական Հանրապետություն գնան, տենց պատերի տակ համոզեն, որ սա Հայաստանը ձեր դեմ է գործում, որովհետև Իրանից չկա նման մտավախություն։ Եղել են մտահոգություններ, սկսած Թրիփի համաձայնագրից օգոստոսի 8-ի եւ այլն, եղել են մտահոգություններ, որոնք փարատվել են։ Եվ հետո մարդիկ հայտարարությամբ են հանդես եկել, նշելով, որ իրենք ուրախ են, որ Հայաստանը, Ադրբեջանը նման պայմանավորվածության են գնում, խաղաղություն է լինելու եւ շատ կարեւոր է, որ այդ ճանապարհը լինելու է Հայաստանի սուվերենության ներքո եւ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ այլն։ Սա է Իրանի դիրքորոշումը։ Ներքին ընդդիմությունը այս հարցը ոնց է շահարկում, որպեսզի ինքը մի 0.001% բան ունենա, քվե ունենա եւ դրանով հարվածելով իր երկրին, սա արդեն պետք է քաղաքացին գնահատական տա։ Տիկին Հակոբյան, այսինքն ես ճիշտ եմ հասկանում, դուք էլ ձեր խոսքում այդ մասին խոսեցիք, որ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը եւ պաշտոնյաների դիրքորոշումը որոշակիորեն մեղմացել է եւ կարելի է ասել, որ մեղմացում չեմ ասի, ես կասեմ, ավելի մենք հիմա գործընկերային ենք շփվում։ Մենք բարձրաձայնել ենք, մենք բարձրաձայնել ենք բոլոր այն մտավախությունները, մտահոգությունները, որոնք ունենք եւ որոնք մենք Հայաստանում դրանք բարձրաձայնում ենք։ Այնտեղ եւս հասցեագրել ենք։ Ազգային ժողովի նախագահը հենց ուղիղ եթերում ասուլիսի ժամանակ Մատվիենկոյի կողքը կանգնած հայտարարեց, որ մեր շահն է մեզ համար կարևոր, մենք որևէ տեղից որևէ տեղ չենք գնում, ոչ ձերն ենք, ձեր մոտ ենք մնում, ոչ ինչ որ մեկինն ենք գնում ենք ինչ որ միտեղ։ Մենք համագործակցում ենք ձեր հետ, մնացածի հետ, բոլորի հետ։ Եվ Էլ չեմ ասում Լավրովի հետ հանդիպում էլի որոշ հատված այո դուք ուղիղ եթերում տեսել եք, բայց տեսախցիկներից դուրս եւս նույն Զախարովան էր ընտեղ, նույն Լավրովը ինչպես էր արտահայտում այդ նույն падգամավորների, ռուս падգամավորների արտահայտությունների հետ կապված, այդ ամեն ինչը քանի որ տեսախցիկներից դուրս է եղել, ես ինձ թույլ չեմ տա հիմա իրենց ներքին, այսպես ասած, այդ վերաբերմունքը մեկը մյուսի հանդեպ հիմա անդրադառնամ, բայց Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաների կողմից լսել ենք այն, որ ուրախ են, որ Հայաստանը ու Ադրբեջանը կարգավորում են հարաբերությունները եւ որ կարեւորը խաղաղությունն է եւ որ իրենք ինչով կարողանան կաջակցեն։ Սա եղել նրանց ազդակները կարեւոր։ Եվ սպառնալիքներին եկել են փոխարինելու կարծես թե առաջարկները, ամենօրյա մակարդակում լսում ենք ամենատարբեր առաջարկներ, այդ մասին խոսում են տարբեր պաշտոնյաներ, Գալուզինը։ Բա դիվերսիֆիկացիան ինչի՞, մենք չենք ասում դիվերսիֆիկացիա, որովհետև դա լավ է հնչում։ Մենք ասում ենք դիվերսիֆիկացիա, որովհետև այդ դեպքում դու ունենում ես հնարավորություններ, ոչ թե կախվածություն եւ պարտավորություն եւ ավելի վատ պայմաններով անելու մի կենտրոնից առաջարկը, այլ ունենում ես բազմազանություն։ Տեսեք, նույն Եթե բերենք ավելի հասանելի օրինակներ, հա, եթե Հայաստանում լիներ մեկ բյուջեային օպերատոր, եւ ժամանակին այդպես էր, եթե կհիշեք, այդ օպերատորը կարող է սահմանել բարձր գին եւ դա է, լավ է, վատ է կապի որակը, կապ չունի։ Երբ որ գայս է երկրորդը, երրորդը, մարդ ունենում է արդեն հնարավորություն ընտրելու, բնականաբար ընտրում է ավելի որակյալն ու ավելի մատչելին, հետեւաբար արդեն օպերատորները տալիս են ավելի մատչելի եւ ավելի որակով ծառայություն, որպեսզի իրենից օգտվեն։
Հիմա այս նույն բանն է։ Մենք ունենք հիմա բոլոր ուղղություններով դիվերսիֆիկացիա, ունենք բոլոր ուղղություններով 2-3 հնարավորություն ընտրելու, բնականաբար արդեն մյուս կողմն էլ կլինի Ռուսաստանի Դաշնությունը, կլինի Միացյալ Նահանգները, կլինի, չգիտեմ, տարածաշրջանի երկրները։ Բոլորը արդեն անելու են այնպիսի առաջարկներ, որը ավելի շահավետ է մեր համար։ Եվ մենք ընտրելու ենք ավելի շահավետը, ավելի որակովը, ավելի ապահովը եւ ավելի մատչելին։ Տիկին Հակոբյան, ձեր խոսքում նշեցիք բանալի բառերը, կարծես թե որ Հայաստանը առաջնորդվում է իր շահով, օրերս նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Դորջ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, երբ պատասխանում էր, թե արդյոք Հայաստանում կա մտավախություն կամ մտահոգություն, որ Ռուսաստանը գործում է Հայաստանի դեմ, պարոն Սիմոնյանն ասաց, որ Ռուսաստանը գործում է իր շահերից ելնելով եւ այդ եղբայրության մասին լիրիկական նաև այդ կենացային տրամաբանությունը կարող է ինչ-որ մի պահի իջիքս ցնդել, եթե օրինակ Ռուսաստանը հասկանա, որ իր շահը այսպիսին է եւ պիտի գնա այդ ուղղությամբ։ Հիմա վերադառնալով Հայաստանի շահի մասին, արդյոք Հայաստանի Հանրապետության շահերից է բխում երկաթուղու Ռուսաստանի կողմից կառավարումը եւ այդ իմաստով որևէ կաշկանդվածություն կա հայկական կողմից, որ Հայաստանը չի կարող հրաժարվել դրանից կամ չի կարող փոխարինել օրինակ ռուսական կառավարումը մեկ այլ պետության կառավարմամբ, նկատի ունեմ նաեւ վարչապետի վերջին հայտարարությունները առայն, որ ռուսական կառավարումը որոշակի խոչընդոտներ է ստեղծում, այդ թվում նաեւ թրիփի իմաստով։ Այս հարցին շատ մանրակրկիտ նաև վարչապետն է անդրադարձել, որպեսզի չկրկնվեմ, ուղղակի կարճ ասեմ, որ նախ այդ երկաթուղին եւս պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, ինչպես թրիփի ենթակառուցվածքն է պատկանելու Հայաստանի Հանրապետությանը։ Կլինի ուղիղ երկաթգիծը, այսինքն ռելսերը, երկաթը, թե հողը Հայաստանին է պատկանում եւ ռուսականի դեպքում եւս ուղղակի կառավարման է հանձնված։ Եվ ռուսական կողմը, որը կառավարում է այդ ենթակառուցվածքը, պետք է պարտավորություն ունի նորարարացնելու, թարմացնելու։ Հիմա որևէ ստանդարտի չի համապատասխանում մեր այդ երկաթգիծը, կլինի արագության, կլինի որակի, ամեն ինչի հետ կապված։ Արագությունը օրինակ դանդաղ է, հա, եթե բայց մեզ պետք է ավելի արագ։ Դրա համար պետք է թարմացնել ենթակառուցվածքը, պետք է ներդրումներ անել։ Այդ ներդրումները արված չեն եւ դրա համար մենք ասում ենք այդ պայմանը կատարեք եւ համագործակցենք, շարունակենք համագործակցել։ Լավ, ինչքան պիտի սպասի հայկական կողմը միջև ռուսական կողմը պայմանը կկատարի։ Հնարված է եւ ես ինքս ազդակները ավելի դրական եմ զգացել ռուսական կողմից եւ առաջիկայում, երբ որ լինի նորություն, բնականաբար կկոմունիկացվի դա լրատվամիջոցների եւ հասարակության հետ։ Վարչապետը ճեպազրույցում խոսում էր նրա մասին, որ նաև թրիփի մասով, այսինքն կան երկրներ, ասում էր, որոնք ուզում են շրջանցել թրիփը, շրջանցել Հայաստանը եւ այստեղ կրկին խնդիրը ռուսական կառավարումն է։ Դե նաև վարչապետն ասաց, եթե ուշադիր էիք, որ եթե կլինեն որևէ փուլում որևէ խնդիր, մենք այդ խնդիրները կկոմունիկացնենք նաև Ռուսաստանի գործընկերների հետ, որովհետեւ պարզ է, որ մեզ համար մեր շահն է կարևոր եւ կնստենք կհասկանանք որևէ բան չկա, սա մարդը մարդու հետ հարաբերություն է, էլի ի վերջո։ Բնականաբար երկու մարդ ավելի պատասխանատու մարդիկ խոսելով ամեն ինչ ավելի հեշտ է լուծվում։ Այսինքն այդ իմաստով կաշկանդվածություն չկա որևէ հարց բարձրաձայնելու, որևէ թեմայի մասին խոսելու։ Երբևէ չի եղել որևէ հարց բարձրաձայնելու կաշկանդվածություն, կլինի հիբրիդային հարձակումների հետ կապված, կլինի Հայաստանի ներքին գործերին խառնվելու հետ կապված, ինչի մասին է խոսքը, ոչ միայն բարձրաձայնում, այլ նոտաներ է ուղարկվում պաշտոնական խողովակով։ Մենք ամեն ինչ էլ խոսում ենք եւ սա է ճիշտ ճանապարհը, որովհետեւ հնարավոր է, որ մարդը երկրի հետ մարդը մարդու հետ ունենա խնդիր եւ ճիշտը դա ուղիղ խոսելն է եւ լուծելն է, ոչ թե կուտակել եւ հետո ավելի վատ մի եզրակացության կամ գործողության գալը։ Տիկին Հակոբյան, նախքաններ հայաստանյան որոշ խոսույթի ու նախընտրական տրամաբանության մեջ այդ անդրադարձ կատարելը, տեսեք, Վենսի այցին անդրադառնանք, գիտեք, որ Վենսի այցը շատ քննարկվեց, ամենատարբեր մեկնաբանություններ եղան, բայց Վենսի այցը արդյոք դրեց այն վերջնական վերջակետը, որ թրիփը այլևս անկասելի է եւ խաղաղության գործընթացը այլևս անկասելի է, թե այդ իմաստով դեռևս աշխատանք կա անելու եւ ճանապարհ կա անցնելու։ Գիտեք, սա անընդհատ process է լինելու։ Այսինքն մենք նոր գերհզոր ծրագրեր, մեծ ծրագրեր ենք սկսում, կլինի TRIP-ը, կլինի Nvidia-ի հետ համագործակցությունը, կլինի Firebird-ի հետ, արհեստական բանականության հետ գործարանի կառուցումը, կլինի 1-2-3 այդ համաձայնագրի ստորագրումը։ Մենք
գլոբալ մեծ ծրագրեր ենք սկսում, որը շարունակական է լինելու, բայց դրա օգուտները մենք հենց այսօրվանից տեսնում ենք եւ տեսնելու ենք, կլինի խաղաղության տեսքով, թե ֆինանսական որևէ դիվիդենդների։ Եվ ասել, որ վերջ այլ բան չունենք անելու, չէ, մենք լիքը բան ունենք անելու եւ հենց դրա համար պետք է ունենանք եւս ժամկետ դա անելու։ Այսինքն առաջիկայում քաղաքացին պետք է որոշի։ Ինքը այս համաձայնությունները կյանքի կոչելու ուղով է գնում, թե այլընտրանքի, որն ասում է ես գալու եմ չեղարկելու եմ, այս սաղ սուտ է, Ռուսաստանը լավագույն գործընկերն է, պետք է գնալ 100%-ից կախվածության դեպի Ռուսաստան եւ վերջ։ Տիկին Հակոբյան, ախր խնդիրն այն է, որ իրենք ուղիղ այդպես չեն ասում։ Ասում են, ես ձեզ վստահեցնում եմ, որպես շատ դիտարկող այդ դաշտը ուղիղ ասում են։ Հետո զգում են մի հատ արձագանք հասարակության կողմից, ասում են, դե հո ես չեմ ասում օրինակ, դա միջանցք է։ Մեկ էլ դնում ես կողքը 1 ամիս առաջվա հայտարարություն, որ ասում է դա միջանցք է։ Անկամ կա էլի համացանցում լիքը տենց սարքած տեսանյութեր կա։ Եվ եթե ժամանակը գա եւ ունենան այդքան լկտիություն ասելու, որ դա այդպես չէ, էլի կհանենք եւ մենք կդնենք իրենց առաջ։ Փառք Աստծո այսօր այն դարն է, որ ամեն ինչ փաստագրված է։ Այն, որ Հայաստանը դարձել է աշխարհի համար շատ ընկալելի, վստահելի, անգամ Միացյալ Նահանգներ, չի ասած, մենք վստահում ենք Հայաստանին, դրա համար այդ ներդրումներն անում ենք, հասկանում եք, մենք դարձենք, եւ էլ չեմ ասում Եվրամիության կողմից պատրաստակամությունը աջակցելու նաեւ TRIP-ին եւ այլն, այսինքն մենք Հայաստանի վարկանիշը նաև այնքան ենք բարձրացրել, որ այո, մեզ կարող են հետախուզական դրոններ տալ, մեզ կարող են զենք վաճառել, մեր երկրում կարող են մեծ ներդրումներ անել, այնպիսի ներդրումներ, որի մասին շատ զարգացած երկրներ երազում են այդ հնարավորություններն ունենան։ Այդ անունները, որ մենք ասում ենք Nvidia, Firebird, մեր համար կարող է նորը, բայց մատ փորձեք փնտրել, գտնել դա ինչ հզորության ընկերություններ են։ Եվ հիմա, բայց եթե լինի թափանիվը հետ պտտվի եւ լինի այլընտրանքը, այս ամեն ինչը բնականաբար հատկապես է սկզբնական փուլում, որ նոր է գործի դրվում, այս ամեն ինչը կանգնելու է, բայց սա չի կանգնելու միայն ֆինանսական այդ հնարավորությունները Հայաստանը զարգացնելու, այլ կանգնելու է խաղաղության ճանապարհը, որովհետև Ադրբեջանի հետ ուրեմն այդ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը չեղարկելը հայտարարում էին մարդիկ, կամ TRIP-ի հնարավորությունը չեղարկելը, սա Ադրբեջանի հետ գլորվելն է դեպի այն կետը, երբ որ մենք պատերազմում էինք, Ադրբեջանը հարձակվում էր, սա է նշանակում։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեծ հաշվով երկու ընտրություն ունի։ Իրականում այնքան պարզ է դաշտը։ Սա օլիգարխիկ նախկին իշխանությունն է, հստակ կանոններով, օլիգարխ Ռոբերտ Քոչարյան, օլիգարխ Գագիկ Ծառուկյան, օլիգարխ Սամվել Կարապետյան բլոկներ են ինչ-որ տարբեր ստեղծել եւ իրենց շուրջ մանր-մուներ քլիա օլիգարխիկ այտենց ինչ-որ բաներ են հավաքվել։ Եվ նրանք ինչ են հայտարարում, ասում են մենք մեծ բլոկներով գնանք ընտրության, այն մարդը, որը ատում է Սամվել Կարապետյանին կընտրի Ռոբերտ Քոչարյանին ատողը կընտրի Գագիկ Ծառուկյանն ատողը կընտրի այն մյուսին, sense շղթայի մեջ են գցում քաղաքացուն, որը չի ընտրելու իշխանություն։ Ասում է հաստատ կընտրեն այս թևին, հետո այդ ընթացքում մենք իրար կխփենք, քան որ հավատա ժողովուրդը, որ չեն գցիրան, բայց պարզ հայտարարում են, որ տենց էլ անելու են։ Եվ հետո ընտրություններից հետո կոնսենսուս -1 բանաձևով կմիավորվենք եւ որպիսի քաղաքացիական պայմանագիրը չլինի իշխանություն։ Այս պլանը իրենք անգամ տենց ենթատեքստով չեն ասում, ասում ուղիղ են ասում։ Ուղիղ։ Երեք լրագրողը դրանցից մեկին հարցնում, ասում է, սենց բան են ասում, որ դուք վերջում խաբելու եք ժողովրդին եւ միավորվելու եք, արդյոք դա այդպես ասում է, դե ավելի շուտ հա, այո, այդպես է, բայց ու շարունակում է, այսինքն հարգելի քաղաքացի, եթե դու մտածում ես, որ դու որպեսի քաղաքացիական պայմանագիր չէ, այ լավ էլ մարդ է այս Ծառուկյանը, սպասի, տես ինչ լավ է, ասենք արձանա կառուցում, սպասի գնամ իրան ընտրեմ, դու իմացի, որ այս օլիգարխիկ առանձնյակները վերջում միավորվելու են եւ որքան էլ դու ատես Քոչարյանի եւ գնաց ընտրես Ծառուկյան կամ ատես Ծառուկյանին գնաց ընտրես Սամվել Կարապետյան կամ հակառակը, իդեպ Սամվել Կարապետյանը սկի տեղ էլ չկա, որ ընտրես էլ ինքը չկա էլ, իր շուրջ հավաքված մարդկանց, ապա դու նույն քո ատելի մարդուն ես ցայն տալիս, որովհետեւ իրենք հայտարարում են, որ իրենք միավորվել են։ Այս պետք է հասկանալ։ Իսկ իրենց միավորումը բերելու է այս բոլոր հնարավորությունների չեղարկման։ Եվ շատ ուղիղ անգամ Վենսը հայտարարեց։ Ասես եթե իմ անձնական բանը կլինի, ես կուզեմ, որ այս ամեն ինչը շարունակվի, ես այս ամեն ինչը շարունակելու համար պետք է իշխանությունը նորից ընտրվի։ Սա շատ ուղիղ եւ դիվանագիտական լեզվի մեջ ավելի շատ ուղիղ ասված բան է, խոսք է։
Բայց հետաքրքիր է, որ ընդդիմությանը այդ հատվածը ընդհանրապես չէր հետաքրքրել եւ որպես կանոն օրինակ Ֆիդանի հայտարարությունը կարող են այլ տրամաբանության մեջ օգտագործում։ Ասում են խառնվում է Հայաստանի ներքին գործերին, բայց որ Ռուսաստանի կապիտալ ունեցող մարդը, Ռուսաստանում միլիարդներ ունեցող մարդը ուղիղ գալիս է, սկի հայերեն երկու բառ չի կարող ասի, գալիս է այդտեղ որպես տեխնացու եւ ասում է Ռուսաստանը մեր միակ կախվածության կետն է։ Դա ներքին խառնվել ներքին գործերին չի համարվում։ Երբ որ ռուս պաշտոնյան ուղիղ ասում է պետք է գնալ, պետք է ընդդիմադիրներին աջակցել, չգիտեմ ինչ, կամ Վարդան Ղուկասյանն են պաշտպանում արտգործնախարարի մակարդակով Ռուսաստանից, սա ներքին գործերին խառնվել չէ։ Այ երբ որ Վենսը նման հայտարարություն, այդ է խառնվել է։ Այսպես են շահարկում, եթե անդրադարձը ես դա եմ տեսել ընդդիմության կողմից։ Տիկին Հակոբյան ասում եք հայերենով երկու նախադասություն չգիտի, բայց արհեստական բանականության միջոցով լավ էլ խոսում էր, լավ էլ խոստումներ էր նախընտրական տրամաբանության մեջ, բայց այնուամենայնիվ հասկանանք, թե ինչ ճանապարհ է որդեգրել ուժեղ Հայաստան, այսպես ասած կուսակցությունը մեր ձևով շարժումը, որովհետև տեսակ հայտարարեցին, որ Սամվել Կարապետյանն է իրենց վարչապետի տեխնացուն առաջին համարը, հետո երբ քաղաքացիական արեցին, այսինչ է կատակ էին կանում, ինքը չի, որովհետև հասկացան, որ ինքը չի կարող լինել։ Հիմա Նարեկ Կարապետյանը այդ ավտոբուսի վրա դեմքը այտենց ճպասնելը, եթե իրանց մտածում են ձայնա տալիս, ես վստահ եմ, որ չէ։ Այսինքն եթե իրանք մտածում են, որ ինքը այնքան բան է, այտենց հաճելի դեմք ունի քաղաքացի համար, չէ։ Այդ որ բիզնեսին աջակցություն է ասում, այդ ինքն է 4 մոլ ունի Հայաստանում։ Այդ մոլում տված տարածքներ ունի։ Այդ բիզնեսներին բախի չի ազատում վարձից։ Օրինակ, կամ ինչի է գնալով թանկացնում այդ վարձավճարը։ Այսինքն հողի վրա ինչ որ բան չեն արել, տասնյակ տարիներով մի հատ ցիրկի շենք են հազիվ սարքել, այն էլ այս վերջում սարքեցին, որտեղ մենք սկսեցինք դա շահարկել, արագ ասցին մի հատ ոդքի հանենք այդ շենքը, ճիշտ են ասում։ Այս տասնյակ տարիների մեջ մի հատ շենք են սարքել։ Եվ գայսեն ասում են մենք որ գանք, այսպեսի բան կային 300 աշխատատեղ։ Մենք այդ աշխատատեղերը ցույց տվեցինք նաև ցուցանիշներով պաշտոնական, որ ստեղծել ենք։ Մենք ստեղծել ենք այդ աշխատատեղերը։ Եթե ուզում են աշխատատեղ ստեղծեն, Հայաստանը ազատ երկիր է եւ կարող են այո ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել, դրանից եկամուտներ ունենալ, ինչպես օրինակ ունեն մեր։ Էլ չեմ ասում, որ կառավարության կողմից տարբեր աջակցության ծրագրերի մասնակցեն, ինչպես մասնակցել են եւ ֆինանսական որևէ շահեր ունենան։ Այսինքն դրա համար իշխանության գալ պետք չէ, էլի, պետք է ձեր գործարարն եք գործարարությամբ զբաղվեք։ Էլ չեմ ասում, որ առհասարակ անիմաստ է այս թեմայով խոսել, որովհետև այդ մարդը ուղղակի տեխնացու չէ եւ չի կարող լինել։ Դե հիմա Նարեկ Կարապետյանն է արդեն ինքն էլ ասում է, որ իրենց խոստումները ասում է չէ, նա է։ Բայց թող իրանք իրար մեջ մի հատ կոնսենսուսի կան, հետո մենք քննարկենք, էլի։ Մեկ ասում են նա է, մեկ ասում են նա չէ։ Ասում է կինը ասում է լավ է, ամուսինը ասում է վատ է։ Նայած ընտանիքից գլուխ չենք հանում։ Այնուամենայնիվ ասում եմ, որ ամենակարևորը իրենք ուժեղ են գալու են Ալիևին ասելու են ոչ, հողերը հետ են վերադարձնելու, ինչ եղանակով դա դեռ չեն ասել, եւ հետո կհիշեք Նարեկ Կարապետյանի հայտնի այդ տրենդային արշավը, այսպես ասած, եւ տաքսի էր վարում եւ փորձում էր հասարակության հետ շփվել, հիմա էլ խոսակցություններ կան, հասարակությունից ազդակներ են գալիս, նաեւ մեր լրատվամիջոցին են նման խոսակցություններ հասել, որ տաքսու վարորդներին որոշակիորեն գումար է վճարում մեր ձևով ուժը, որպեսզի իրենց լոզունգները կրող այդ ամենատարբեր պաստառներ փակցնեն, այդ գրությունները տարածեն, նաև լոգոտիպեր, նաև դրոշներ, իդեպ դրոշի գույներից մեկը փոխված տարբերակով մեր ձևով, ահա։ Տեսեք, ես չգիտեմ օրենքի հետ կապված ինչ անհամատեղելիություն կարող է լինել իրենց լոգոն փակցնելը, բայց եթե հարկերը վճարում են ինչ-որ մեկին գումար տալուց առաջ, ապա շատ լավ, եթե երկու հոգի համաձայն են եւ իրավական մասով ամեն ինչ նորմալ է, հարկերը վճարած է, որովհետեւ եկամուտից պետք է հարկ վճարել, ուրեմն շատ լավ է, եթե ոչ, ապա պետք է այս թեկուզ ձեր այս ասած ինֆորմացիան մեր իրավապահ համակարգին հետաքրքրի եւ տեսնեն ինչա կատարվում։ Բայց մեր հասարակությունը 10 տարի առաջ կարող է խափնվել, որ դու գնաս քվեարկելու այդ գրիչի վրա կամերա կա, մենք իմանալու ենք դու քվեարկել ես թե չէ։ Հիմա այդպես չէ։ Հիմա քաղաքացին գիտի, անգամ եթե նրան ինչ-որ մի կերպ փորձեն կաշառել, թույլ տվեք ասել։ Ինքը գիտի, որ ինքը միայնակ է իր խղճի հետ քվեախցում։ Սա ամենահեռավոր գյուղում շատ լավ հասկանում են։ Թող իրանք, հետո որ ասում եք արշավ էր սկսել, օրինակ մի 3-4 հոգու հետ չի տաքսի քշել։ Եվ ինքը նաև հայտարարել է, որ իմ թիմակիցները մոտենում են, տեսնում են ով է համաձայն, ինքն է նստում եւ իր հետ ենք շարունակում։ Այսինքն այդ ամբողջ 4-5 ամսվա մեջ 4 հոգի է համաձայնվել։
Էս էլ լավ ցուցանիշ չէ, էլի։ Լավ, վերադառնանք հաջորդին, այսպես ասած, Հայ ազգային կոնգրեսը իր անվերապահ աջակցությունն է հայտնում հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ նաեւ կաթողիկոսին, ասում է, որ այս բռնաճնշումները այս իշխանության կողմից չեն կարող իրենք աչք փակել դրա վրա։ Իդեպ նաեւ նման հայտարարություններ արել Հայկ Մարությանը, որ ձեր իշխանությունը կարմիր գծերն անցնում է վարույթ նախաձեռնելով ամենայն հայոց կաթողիկոսի դեմ։ Տիկին Հակոբյան, ստացվում է, որ ձեր իշխանությունը այսպես ընդդիմադիր բոլոր շրջանակներին ինչ որ իմաստով դարձի է բերել եւ բոլորը դարձել են հավատացյալ, բոլորը շատ ավելի շատ են սկսել սիրել մայրաթոռը, կաթողիկոսին, հատկապես կաթողիկոսին։ Չեք կարծում, որ այս ամենը կարող է ընտրություններում ձեր դեմ գործել, ձեր դեմ աշխատել, չգիտեմ։ Իդեպ նաև Սամվել Կարապետյանին է դարձի բերել, որովհետև ինչքան ես գիտեմ, նա հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ։ Ինչևէ, բոլորը ես քիչ առաջ էլ ասացի, համախմբվել են քաղաքացիական պայմանագրի դեմ, որպեսզի վերջում նաև համախմբվեն եւ ունենան այլ վարչապետ իրենցից մեկին։ Եվ այս թեմաները, որից մենք խոսում ենք, ուզում եք ամենալավ բանը անենք։ Դրա դեմ դուրս են գալու խոսելու են, աշխարհի ամենալավ բանը։ Համախմբվել են, մի բան գտնելու են եւ դեմ են խոսելու, որպեսզի այնքան որ հակա ինչ որ խոսակցություն ունենան։ Դրա համար նման գործելավոճով դրա համար էլ իրենք որևէ տոկոսի աջակցություն չունեն։ Այդ նույն Հակի մասին եք խոսում։ Հակը վստահ է, որ ինքը բանը 2% կոնե հավաքելու է։ Էլ չեմ ասում գա հասնի 4%-ին, էլ չեմ ասում դաշինքի դեպքում բարձրանա 8%։ Ինքը վստահ է, որ ինքը այդ ձենը չի ունենալու ախր։ Հիմա բանը խոսում է, կամ էլ միգուցե այդպես ակտիվ խոսում են, որ ինչ որ մեկը խղճա եւ վերցնի իրենց դաշինք, իրենց եւ այլն, այդ արդեն իրենց ներքին գործն է, անգամ չեմ ուզում քննարկել, բայց այն բոլոր ուժերը, այն բոլոր անհատները, որոնք խոսում են հայ առաքելական եկեղեցու բարենորոգման թեմայի դեմ, այս բոլոր մարդիկ կիսում են Կտրիշ Ներսիսյանի հետ, թե հայ առաքելական եկեղեցու պղծումը, սրբապղծությունը, այդ գանձերի տիրանալու պլանը եւ մնացած այդ գիտեք արդեն ինչ խոսակցությունները նորից չեմ ուզում անդրադառնալ այդ բոլոր խոսակցությունները, որոնք կապ չունեն ոչ մեր եկեղեցու հետ, ոչ մեր հավատքի հետ, ոչ էլ մեր ինքնության հետ։ Մենք ուզում ենք մեր ինքնությունը պահպանենք, իսկ մեր կրոնը, մեր հավատքը, մեր եկեղեցին մեր ինքնության կարևոր մասն է եւ մենք չենք ուզում կորցնել ինչ որ անհատների ֆինանսական, տնտեսական շահագրգռվածության պատճառով մեր ինքնությունը։ Բայց այնուամենայնիվ Գարեգին բան ներգրաված է լինելու նախընտրական process-ներում եւ քաղաքական process-ներում, թե վերջին գործողությունները որոշակիորեն կզսպեն կամ կկաշկանդեն վերջինիս։ Նա որքանով որ ներգրաված եղել է, այնքանով էլ կլինի կարծում եմ, հետո ինքը չի որոշում ինքը որքանով ներգրավի թե չէ։ Նրանք կասեն պետքա ներգրավես, կներգրավի։ Նրանք կասեն գնա քնի, կգնա կքնի։ Նրանք կասեն դուրս արի ելույթ ունեցի, ելույթ կունենա։ Ինքը իր գլխի տերը չէ։ Բա որ տենց լիներ ինչի նոր էր թողել գնացել։ Ինքը ինքնուրույն չէ կարող թողնի գնալ։ Այսինքն ստիպված է։ Իհարկե ստիպված է եւ ստիպված եթե ասեմ պետքա դուրս գաս եւ հայտարարություն անես կշարունակի անել ինչպես արել են նախկինում կասեն բանը գնա աջակցի Նիկոլ Փաշինյանին կգա կաջակցի բայց դա մենք կընդունենք թե չէ այ դա արդեն մեր գործն է եւ ձեր իշխանության եւս մեկ ճակերտավոր ասած ձեռքբերում որ անդիմադիր շրջանակները այսպես շատ հայրենասեր ամեն օր նկարվում են Արարատի ֆոնին գիտեք նաեւ մարդիկ որոնք 3 անձնագիր 3 երկրի քաղաքացի լինելով էլի ներգրավում են քաղաքական process-ներում Տիկին Հակոբյան էլի, քանի որ ամբողջ ընդդիմադիր դաշտը բացառությամբ մի քանի ուժերի, որոնք կարծես թե ավելի կոնստրուկտիվ են, հանդես է գալիս ձեր ուժի դեմ, ինչպես դուք արդեն նշեցիք, բացահայտ հայտարարում են, որ բլոկներով են գնալու ընտրությունների, բոլորի նպատակը մեկն է, երրորդ նախագահը պարզ վերջերս հայտարարեց այդ մասին, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, այդ իմաստով նաև մտավախություն չկա, որ եթե բոլորը մեկի դեմ են, այ բոլորը կարող են հաջողել եւ իրենց հավաքական միավորները կարող է շատ ավելի շատ լինել։ Քանի որ Գյումրու սցենարի մասին եմ խոսում։ Հասկացա, ես այդ Գյումրու սցենար, Վաղարշապատի սցենար, այս սցենարները իրականում մեզ չի հետաքրքրում մի բանի համար որովհետև մենք հսկայական արած գործ ունենք, որը ներկայացնելու ենք մեր քաղաքացուն նաև, որի մասին դաժե կարող անգամ չգիտի էլի այդ քաղաքացին, որովհետև ծավալը շատ մեծ է։ Երբեմն մի թեմայի շուրջ ինչ որ մի քիչ խորանալով ասում ես, վայ,
անգամ մենք որ մեջն ենք քաղաքականություն, բայց քաղաքացին ո՞նց այդքանը հիշի։ Ինքը կարող է այո իր շուրջը տեսնել, որ իր գյուղը վերջապես անկախությունից հետո ունի ասֆալտ, օրինակ։ Կամ կարող է տեսնել, որ իր այգին կամ գյուղացու այգին, իր համագյուղացու ինչ որ պետության աջակցությամբ, այսինչ սուբսիդավորմամբ, այսինչ հնարավորությամբ սենց լավ ինչ որ արդյունքներ ունի։ Մյուսը կարող է տեսնել, որ իր գյուղի դպրոց վերջապես կառուցվել է, այն էլ ինչ ստանդարտների դպրոց, մանկապարտեզ եւ այլն, խաղահրապարակ։ Մյուսը կարող է գնահատել եւ շատերը պետք է գնահատեն եւ գնահատում են այն խաղաղությունը, որը կա։ Եկեք վերցնենք երկրորդ ընտանիքը, ունի տղա երեխա, որը կամ հիմա շուտով բանակ է գնալու, կամ մի քանի տարուց բանակ է գնալու։ Այդ բոլոր քաղաքացիները գիտեն, որ քաղաքացիական պայմանագիրն է իրենց զավակի կյանքի փրկության երաշխավորը։ Այսինքն գնալ եւ ընտրել այն մարդկանց, որոնք sense փողը բաժանելով, ինչ որ հնարավորություններով, մանիպուլյացիաներով, ուզում են պոկեն, ճմկտեն մի քանի ձայն ստեղից, ընդեղից, որ հետո միավորվեն ու ինչ որ մի օլիգարխի դարձնեն վարչապետ։ Քաղաքացին չի հասկանալու դա։ Կարծում եք չի հասկանում։ Ես վստահ եմ, որ հասկանում են։ Դուք պետքա տեսնեք այն քանակը քաղաքացիների, այն նամակների քանակը, որոնք մեզ ամենօրյա գրաֆիկով ամենօրյա գրում են եւ խնդրում են մի բան անել, որովհետեւ սրանք էս են արել, մեր գյուղում այն են արել, հոպարիս աղջիկը նենց, քերուս տղային նենց են ասել։ Մարդիկ անհանգստանում են եւ ուզում են պաշտպանել իրենց ընտրությունը, ուզում են պաշտպանել իրենց խաղաղությունը։ Որովհետեւ այո, այսօր խաղաղություն կա, բայց դրա մասին պետք է հոգ տանել։ Եվ հոգ տանել նախ եւ առաջ տեր կանգնելով այդ խաղաղությանը։ Հիմա մենք այդ փուլում ենք։ Քաղաքացին տեր կանգնելու է, ես վստահ եմ։ Եվ այնպես է կանգնելու, որ նրանց որևէ սցենար, որևէ բան չի փոխելու։ Իսկ դրա համար մենք պետք է ունենանք այն մեծամասնությունը, որ ցանկացած այլ սցենար հնարավորություն չունենա իրագործել։ Ես վստահ եմ, որ դա լինելու է։ Ասածս նախքին պատճառներով։ Եվ Տիկին Հակոբյան, օրերս վարչապետը ճեպազրույցի ժամանակ համոզմունք հայտնեց, որ 2026 թվականի խորհրդարանում քրեա օլիգարխիկ տարերը նախքին ղեկավարները տեղ չեն ունենալու։ Նախ կիսում եք այդ համոզմունքը, թե չէ, եւ ինչի վրա հենվելով էր վարչապետը նման հայտարարություն անում, այսինքն օրենքի ուժով այս մարդիկ դուրս են դրվելու էլի ընտրական process-ներից, թե այնուամենայնիվ, որ ընտրողը հասկանալով իրավիճակը եւ նաեւ ձեր թվարկած այդ իշխանության վերած այդ բարենորոգման ամենատարբեր process-ները գնալու է եւ ճիշտ ընտրություն կատարի։ Այսինքն հղում էր անում ընտրողների ընտրության վրա, թե այնուամենայնիվ օրենքի։ Չէ, դե չես կարող, օրենք չկա, որ որևէ օլիգարխ չի կարող զբաղվել քաղաքականությամբ։ Այո, բիզնես ունենալով չէ, պետք է դա հավատարմագրված կառավարման եւ կարող է մասնակցել, ինչ խնդիր կա այդտեղ։ Օրենքը թույլ է տալիս, այսինքն օլիգարխ լինելը հերիք չէ, որ մարդուն թույլ չտաս։ Քաղաքացին գիտի ախր։ Այսօր այդ ներկա բնակը շատ པարզ է, էլի։ Ով է, ով չգիտի, ով է Ռոբերտ Քոչյանը, ով է Սամվել Կարապետյանը, ով է Գագիկ Ծառուկյանը, ով է մնացածը, բոլորը Վանեցյան եւ այլն։ Բոլորի անունները շատ པարզ է։ Եվ հեչ պատահական չէ իդեպ, որ այս 3 նախկին ընտրություններում Քոչյանի գիրկը եղած մարդը այսօր հայտնվել է Ծառուկյանի գիրկը, կամ Ծառուկյանի գիրկը եղած մարդը հայտնվել է այսօր Սամվել Կարապետյանի գիրկը եւ հակառակը։ Այսինքն այս նույն գիրկն է, էլի ժողովուրդ ջան, նույն գիրկն է։ Թռնում են իրար, շատ նորմալ է։ Շատ նորմալ process է։ Մարդիկ ամբողջը տեսնում են գոնե այնքան ֆայմ ունենան թույլ տվեք ասել ժողովրդի լեզվով, որ գոնե այդ ակնհայտ դեպքերը չանեն, որ քաղաքացին չտեսնի, չհասկանա։ Չի կարող Հայաստան դաշինքով падգամավորները հիմա դառնան բանի, մեկը Ծառուկյանի падգամավոր, մեկը Սամվել Կարապետյանի падգամավոր։ Չի կարող այդպես բան լինել, էլի։ Շատ ակնհայտ են իրանց ոնց որ գախնազերծում։ Դրա համար այնքան ակնհայտ ամեն ինչ, դրա համար ենք մենք վստահ։ Մեկ ասում են, ինչի վրա են իշխանությունը այդքան վստահ, այս ամեն ինչը որ դնում ես իրակող, ախր շատ վստահ ես։ Էլ չեմ ասում, այս ամեն ինչը մեզ ասում է քաղաքացին։ Շատ բաներ մենք ինքնուրույն չենք հասցրել մտածել դրա մասին։ Քաղաքացիները մեկ էլ ինչ որ բաներ են ասում, հա էլի, բայց ճիշտ է ասում։ Դրա համար քաղաքացին տեր է կանգնելու եւ իր հեղափոխությանը, եւ իր ընտրությանը, եւ իր խաղաղությանը։ Վստահ եղեք։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Կհանդիպենք։